Ուրեմն ես եղել եմ դիտորդ Արեքնազան դպրոցում 9-15 եւ 9-16 տեղամասերն են դրանք։ Դա միևնույն դպրոցի երկու հարկերում են, առաջին եւ երկրորդ հարկերը։ Ուրեմն այդտեղ ինչպիսին եղավ իրավիճակը, ես իհարկե դիտորդություն իրականացնել կատարել եմ այն ինչ որ ընդհանրապես անում են բոլորը, սակայն դա ուրեմն քանի որ մարդիկ հանձնաժողովի անդամները ովքեր դա ի սկզբանե պլանավորված եւ համակարգված ձևով ուրեմն ընտրակեղծարարությամբ էին զբաղված յուրաքանչյուր քայլը որը ամենատարրական ուրեմն երևույթները իրանց դա այսպես ասած անհանգստացրել է մեղադրական եզրակացությունից եմ ես այդպես հասկանում օրինակ թեկուզ տեղամասում նկարահանելը դա գնահատել են որպես ճնշում հոգեբանական ճնշում իրենց նկատմամբ ուրեմն ընտրողներին հարցեր տալը դա նույնպես համարել են անթույլատրելի օրինակ անձը հաստատող փաստաթուղթը պահանջել խնդրել որ դա ցույց տա դա նույնպես համարել են ուրեմն ճնշում ընտրողի վրա ինչպես նշել են 1-2 հոգի այդ դեպքից հետո այսինքն երբ որ ես խնդրել եմ անձը հաստատող փաստաթուղթը ցույց տան ինչպես իրենք են նշել ընկճվել են եւ թողել փախել են տեղամասից Ինձ թվում է, որ երևի թե նրանք ընկճվելու առիթ ունեցել են, որտեղ այլ անձնագրով էին եկել ընտրելու եւ դրա համար են իրանք ընկճվել։ Իհարկե նաեւ իմ տեսանյութերում կա, որ իրանք ընկճվում են փախնելուց առաջ իհարկե հասցնում են, որ իրենց հարվածում են իմ տեսախցիկին, ընկճվելուց երևի նույնպես Եվ այդպես գործողությունները համակարգված սկսած ուրեմն փողոցից մինչև ԿԸՀ դա եղել է համակարգված ընտրակեղծիքներ կազմակերպելու ուրեմն համակարգված ընթացք Մեղադրանք ներկայացնելը իհարկե ինձ թվում է միտված է դրան, որպեսզի դիտորդները դուրս չգան այն շրջանակից, որը գծում է իրենց համար իշխանությունը, իդեմս ուրեմն այդ ընտրության հանձնաժողովականների ՀՀԿ վստահված անձանց եւ այլն։ Եվ իրենք ինչպես տեսանյութերից մեկում ասում են, ցանկանում են իրանք այնտեղ դնել մի հատ աթոռ, դիտորդ այնտեղ նստի, ու այդքանով ուրեմն սահմանափակվի իրանք էլ իրանք գործ անեն։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանում այսքան ընտրակեղծիքներ են տեղի ունենում եւ դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենում, ինչպես նշում են, էական ազդեցություն, ընդհանրապես ընտրական process-ի վրա եւ մենք ունենում ենք այսպես հարակրոն անցնում է, ընտրություններն անցնում են եւ մենք մոռանում ենք։ Արդյոք մենք մոռանում ենք եւ պատճառը մեր մեջ է, որ անհետեւողական ենք։ Ամենուրեք ամենաթողություն է եւ մենք ցավոք ուրեմն համակերպվել ենք այդ ամենաթողության հետ օրինակ ԱԺ-ում տեսնում ենք պատգամավորները մեկը մյուսի փոխարեն քվարկում է հետո այդ մարդը հանգիստ դուրս է գալիս ուրեմն ինչ դա ուրեմն այդ պատգամավորները էլի մյուս պատգամավորները ովքեր դժգոհ են այդ ընտրակեղծիքից այնուամենայնիվ ոչ մեկը ամոթանք չի տալիս այն պատգամավորին, որը ուրիշի տեղ է քվարկել գոնե մի հատ պարսավանքի չի ենթարկում այլ ընդհակառակը հայավարի նորից ուրեմն գալիս է ախպեր ոնց ես եւ այլն սա պատկերն է հետեւաբար քանի որ եւ այդպես էլ մենք քանի որ մենք ուրեմն հանդուրժող ենք համատարած խաբեության ընտրակեղծիքի եւ այլն դրանք մեզ համար երկրորդական են մեզ համար իրավիճակը այսպես էլ կշարունակվի այն ժամանակ իրավիճակ կփոխվի որ ԱԺ պատգամավորը որը ուրեմն ուրիշի փոխարեն քվարկել է ամաչի մեկ ուրիշ պատգամավորի սկզբունքային եւ ճիշտ վարքագիծ ունեցող
պատգամավորից ամաչի, խուսափի իր դեմքին նայելուց, ճանապարհը փոխի, որ դրա հետ միևնույն դեմդիմաց դուրս չգա։ Այն ժամանակ, որ ուրեմն հարևանը, որը կաշառքը վերցրել, ամաչի այն մյուսից, որը կաշառք չի վերցրել, այսինքն այսպիսի իրավիճակ պետք է լինի, որ ինչ-որ միտումներ լինեն փոփոխության, այլապես իհարկե չի լինի։ Բազմիցս հայտնվում է ոստիկանության թիրախում, վարչապետի թիրախում, զգում եք, որ ձեզ թիրախավորել են եւ այսպես հատուկ շատ դեպքերում առիթը բաց չեն թողնում, որպեսզի ձեզ որևէ տիպի ճնշման կամ հետապնդման, ենթարկեն թեկուզ քրեական կամ ընդհանրապես վարչապետի ճնշման տեսակները, զգում եք, որ այդպես հատուկ թիրախավորված է։ Պետք է ասեմ իրավացիորեն, հենց իրավապահներն են նշում բոլոր բռնության դեպքերում, ճակերտավոր այսպես, իրանք ասում են դա Գասպարին ինքն է ուզում։ Հիմա տեսեք, այդ Գասպարին ինքն է ուզում ինչ է նշանակում։ Նշանակում է, որ դիտորդին, երբ որ օրենքի խախտում է տեսնում, ուրեմն դիտորդը, իրան ուրեմն գծվում է մի հատ դրվում է սահման, որ սահմանը չգերազանցի։ Լավ, տեսար, ուրեմն կարող ես մաքսիմալ այդ փաստը գրես, հետո տանեք ինչ ուզում եք արեք, ինչպես տեսանյութերից մեկում ասում է դե լավ, հիմա կտանես դու ուր ուզում ես բողոքիր, բայց հիմա այստեղ բան մի արա, այստեղ էս ավելին պետք չի։ Իսկ եթե ուրեմն դիտորդը կանգնում է, օրինակ, եւ ասում է, չէ, թույլ չեմ տալիս, ու այնպիսի իրավիճակ, որը համենայն դեպս իրենց գծած շրջանակից դուրս է գալիս արդեն, դա իրենց համար իհարկե արդեն թույլատրելի չի։ Եվ դրա, այսպես ասած, բան ապացույցն է։ Ոստիկանը փողոցում կանգնում է, իր համար բան է սահմանում, օրինակ ենք ասում, այս կողմից կարելի է գնալ, այն կողմից չի կարելի գնալ։ Եթե ասում ես, չէ, այս կողմից գնում եմ, արդեն դա լինում է կարևոր չի, նա իր ֆունկցիան էտա, որ չթողնի այդտեղից գնաս։ Հիմա ուզում ես արդեն գնա Բարակ Օբամայի հրաժարականը պահանջիր եւ այլն, դա էական չի։ Ոչ միայն Սերժ Սարգսյանի, ես չգիտեմ Պուտինի, ում ուզում ես Բարակ Օբամայի հրաժարականն էլ ուզում ես, Պուտինի հրաժարականն էլ ուզում ես պահանջես, խնդրեմ չկա, բայց իրան դրված է խնդիր, որ օրինակ ենք ասում, դու 20 մետրից այն կողմ, օրինակ ավելի բանը դատախազության, մյուս մայթից այս կողմը չգաս, դա իրանք դրել են։ Օրինակ, իրանք նշել են տոնածառ չի կարելի բերել։ Այ ամբողջ խնդիրը նրանումն է, եթե դու տոնածառ ես բերում, այսինքն դուրս ես գալիս այն շրջանակից, որը իրանց համար արդեն ընդունելի չի, հետևաբար ամենակարևոր խնդիրը այն է, որ դու տվյալ դեպքում չես հաշտվում քո իրավունքը ոտնահարելու հետ։ Բնականաբար հայտնվում ես ուրեմն իրանց ուշադրության կենտրոնում, իրանք թիրախ են ընտրում եւ այլն, հետապնդում են իրականացնում, որովհետեւ դա կարող է լինել վարակիչ։ Բա որ հանկարծ ուրիշներն էլ սկսեն իրավունք պահանջել, բա որ հանկարծ շատ մարդիկ պահանջեն իրավունքը, դա արդեն իրանք էլ երևի հասկանում են, որ խնդիրներ ա լինելու իրենց համար։